Ինչ նշանակություն ունի ձեզ համար Կիրակնորիա պատարագը եւ ամեն Կիրակի մասնակցում եք պատարագին։ Գրեթե այո, ամեն Կիրակի մասնակցում ենք եւ շատ իհարկե մեծ կարեւորություն ունի պատարագը, Քրիստոսի հետ հաղորդակցվելու միջոցն է, որը իր մարմինը եւ արյունը ճաշակելու մենք հաղորդակցվում ենք իր հետ։ Ինքը ասեց, ով չուտի մարմինը, չմպի արյունը, հավիտենական կյանք չի ունենա։ Սա է պատարագը։ Դուք ինչպես եք վերաբերվում նրան, որ իշխանությունը վերջին շրջանում անընդհատ փորձում է ճնշել եկեղեցուն, եկեղեցականներին։ Տեսեք, ուրեմն այս քաղաքականությամբ չեն զբաղվում, սակայն պատմության ընթացքին շատ պատմության ընթացքին եղել է նման հալածանքներ, թե իշխանության կողմից, թե օտարազգերի կողմից, արշավանքների կողմից, սակայն եկեղեցին ոչ թե պիտի հաղթել, եկեղեցին ինքը հաղթանակած է։ Ուղղակի պետք է մենք համբերենք, ավելի իսկ հավատարիմ լինենք Տիրոջը, եկեղեցուն հայ առաքելական, ես ինքս հայ առաքելական եկեղեցու որդի եմ, ես 20 տարի ծառայել եմ Արցախի Ծիծեռնավանք եկեղեցում, դպիր եմ եղել, այնտեղ բացատրողական աշխատանքներ եմ արել, եկեղեցու պատմության հետ կապված, պատերազմից հետո ենք վերադարձել։ Եվ ասեմ, որ եկեղեցին ինքը էլի ու էլի մնալու էր հաղթական վիճակում, որտեղ եկեղեցին ինքը երկնային հաստատություն է, կառույց է, շինություն, ինչ որ կարող ենք ասել, но աստվածայինը չի կարող պարտվել։ Իսկ ինչպես եք վերաբերվում նրան, որ կարգալույց եղած հոգևորականներն են պատարագ մատուցում։ Տեսեք, ուրեմն կարգալույց եղած հոգևորականը պատարագ կամ որևէ կարգ կատարելու այլևս նա իրավունք եւ իշխանություն չունի, որովհետեւ դա առանձին երևույթ է։ Նա կարգ չի կարող կատարել, ինչու է կոչվում կարգալույց։ Կարգը մենք եկեղեցու պատարագը եւս 7 խորհուրդներից մեկը կարգ է կոչվում։ Իրավունք չունի իհարկե։ Եթե կարգալույց է, կարգալույց է։ Իսկ այն պատարագներին, որի մասնակցում է Նիկոլ Փաշինյանը, զեղչում են վեհափառի անունը։ Դա եւս անընդունելի է, որովհետեւ դա կանոնակարգված բան է պատարագի, ընդհանուր պատարագի։ Տեսեք, այնտեղ պատարագի մեջ բոլորի համար դա աղոթք է։ Թե հայրապետի համար, ամենայն հայոց վեհափառի համար, թե նաեւ այնտեղ կա իշխանավորների համար աղոթքը, զորավարների, թագավորների, դա ուղղակի աղոթք է, զեղչելը ուղղակի աբսուրդ է։ Բան չեմ կարող ասել ինչ պատճառով կամ ինչ նպատակ ունի։